Հարկ երբեք պետք չի կորցնել ինքնավստահությունը, ինքնահարգանքը և վճռականությունը։ Հաճախ եմ լսում, այս պետություն չի դառնա, այս երկիր չի դառնա, մենք միշտ սենց ենք եղել, մենք օտարին ենք միշտ ծառայել, մենք սենց և հիմնականում բացասական բնութագրեր։ Այս ամեն ինչը ենթագիտակցաբար նստվածք է տալիս հայ մարդուն նամանավանդ նոր կյանք մտնող սերնդի գլխի մեջ և այդ մարդկանց թվում է, որ իրենից կախված ոչինչ չկա։ Ինքը ոչինչ է, ինքը չի կարող ինչ-որ ազդեցիկ գործունեություն իրականացնել և փոխել իր երկրի մարդկության ճակատագիրը։ Իրականում հենց մենք ենք կերտել հայ մարդը, մարդկության, ինքնագիտակցության, ճանաչման, զարգացման, քաղաքակրթության հիմքը մենք ենք դրել, մենք ենք կրթել մարդկությանը, Արարատ լեռից է սկսվել։ Այս ամեն ինչը մեր թշնամիները շատ լավ իմանալով, քաջ գիտակցելով, Նիկոլի միջոցով ներդնում են ինքնաստորացման, մենք թույլ ենք, մենք վախկոտ ենք, մենք որոշող չենք, մեր փոխարեն կորոշեն, մեզ ոնց ասեն այնպես, սա պետություն չի դառնա, սա հավատացեք ամենածանր զենքն է, երբ որ մարդը կարող առողջ ուժեղ տղամարդ է թեկուզ, որ կարող է սուրը վերցնել և հազարավոր թշնամու դեմ մենակ կռվել, երբ որ են ասում են, չէ, դու չես կարող, քո մոտ չի ստացվի, դու ի սկզբանե քո պապերն են տենց եղել, դու էլ պետք է տենց լինես, չէ, արդեն ուղեղը ինֆորմացիան չի բանում, կախում է գրում, և հսկան կարող է խեղճացած կանգնել և մի կարճահասակ թշնամի գալ ու տիրանալ այդ մարդուն, ենթարկեցնել իրեն, ծեծել։ Այս քաղաքականությունն է գնում։ Դրա համար երբեք չկրկնեք Նիկոլին, թե այս երկիրը երկիր չի դառնա, սա երկիր չէ, մենք միշտ սենց ենք ապրել և հնարավորինս ինչքան բացասական երևույթ կա կապել հայ մարդու հետ, չէ, կնստի ու կառավարության կասի ես զարմանում եմ, որտեղից է եկել, ասենք երեխային հայհոյանք սովորեցնել, էլի, ուզում է այնպես նկարագրի, որ մեր ազգը այնքան անբարո է, որ երեխուն ադենց է կրթում, հեմի ինքն եկել է ուրիշ ձև պետք է կրթի, էլի, հասկանում եք, ինքը ստանում է, մասնագետները խորացված ուսումնասիրում են մեր բարոյահոգեբանությունը և սրան հուշում են, թե երբ ինչ արտահայտություն անի, պատերազմով համոզված են, որ չեն հաղթել, չենք կոտրվում, արդեն կոտրում են հոգեբանորեն։ Սա ուղղակի խնդրանք և պահանջ, որ երբեք չթերագնահատեք ինքներդ ձեզ և առհասարակ հայ մարդուն ու Հայաստանին։ Նիկոլով չչափեք մեր երկիրը, Ռոբերտով, Սերժիկով, Լևոնով չչափեք։ Օտարին ծառայող տարը դա հայ չէ։ Դուք հային փնտրեք լավի մեջ, լավագույնների մեջ, ինչպես Նժդեհն էր ասում։ Եվ միշտ ելք կա։ Եվ նորից ցիտեմ Նժդեհին, ելք չկա գերեզմանից։ Այսինքն, եթե գերեզմանում չես, մեռած չես, հողի տակ չես, միշտ ելք կա, ըստ Նժդեհի, և սա շարժիչ ուժ է։ Անցնեմ առաջ։ Մենք հասկացանք, որ Լավրովի այցը ուղղված էր Ռուսաստանի հեղինակությանը նաև Հայաստանում բարձրացնելու, բայց ոնց հասկացա, չի հաջողվել, որովհետև անգամ Նիկոլին աջակցող տարը, որին ժողովուրդը զոմբի է կոչում, ժողովուրդն է այդ անունը դրել։ Որքան էլ Նիկոլին աջակցում է, արդեն շատ քիչ է այդ խավը, բնական է, մենք այնպես չի, որ 100%-անոց ինտելեկտով մտավոր կարողություն ունեցող ժողովուրդ ենք, աշխարհում չկա այդպիսի ժողովուրդ, մեր մոտ քիչ է մնացել, նիկոլական են կոչվում, անգամ այդ տարը հակառուս է։
Ճիշտ է, չի գիտակցում, որ Նիկոլը Կրեմլի սեփականությունն է, ինքը ատում է Կրեմլին, բայց բռնել է Նիկոլին, չի հասկանում։ Բայց երբ որ մի պահ կա, որ Կրեմլի դեմ կռիվ տանք, ինքը հաստատ կաջակցի Կրեմլի դեմ կռիվ տվողին, ու ստեղ արդեն շատ բան ի օգուտ ընդհանուր պետական շահի կգա, եւ այդ կործանիչ Նիկոլի հետևից կարող է էլ չգնան։ Բայց Լավրովն եկավ եւ փորձեց Ռուսաստանի հեղինակությունը բարձրացնելու համար ռուս-թուրքական բոլոր պայմանավորվածությունները, այս անգամ էլ Արցախի հետ կապված, դե 100 տարի առաջ գիտենք ինչ խնդիրներ կար, ասենք ոնց որ Կարսը հանձնեցին, չգիտեմ, Սարիղամիշը, հերթով էլ չթվարկեմ, Նախիջևանը, էլի նորից արդարացրեցին իրենց բոլշևիկները։ Հիմա Լավրովն եկել էր եւ մեղքը դրեց հիմնականում Նիկոլի վրա, նաեւ հիշատակեց, որ նախկիններին ասվել էր, որ սենց անեն, որպեսզի լավ լինի, չարեցին եւ ըստ պայմանավորության դեր Ռուսաստանը, Կրեմլը սրանց տերն է, Ռոբերտ, Լևոն, Սերժիկ, Նիկոլ։ Երբ որ տերն իրենց ասում է խոնար կտանեք, ես ձեզ ինչ կասեմ, սրանք խոնար տանում են մեղքը Ռուսաստանի եւ Թուրքիայի պայմանավորվածության եւ իրենց համաձայնության, այդ ամբողջ համատեղ մեղքը վերցրեցին իրենց վրա, լուր վերցրեցին։ Եվ այնուամենայնիվ դրանով Ռուսաստանի հեղինակությունը չբարձրացավ։ Դրանով ավելի պախարակվեց թե Ռոբերտը, թե Սերժիկը, թե Նիկոլը։ Եվ ես մի մտավախություն ունեմ, որ Լավրովը նաև Արցախահայությանը մի կոչ արեց, որ այսինքն ուղերձ հասկացրեց, որ Նիկոլի սխալ քաղաքականության հետևանքով դուք զրկվեցիք ձեր ունեցվածքից, տնից, երկրից, հողից, սեփականությունից։ Ուրիշ ատյաններում ասում են դա Ադրբեջանի միջազգայինորեն ճանաչված տարածքն է, գալիս են Հայաստան, ասում են ձեր Նիկոլի սխալ քաղաքականության, հասկանում, իրար հակասող բաներ են խոսում։ Եվ ամենացավալին այն կլինի, որ հանկարծ մի օր Լավրովները կանգնեն ասեն, գիտեք, Արցախահայություն, քանի որ Նիկոլի պատճառով դուք անտուն մնացիք, Նիկոլն էլ հիմա ոչ մի բան չի անում ձեր համար, այդ նպաստներն էլ մի ամիս, երկու ամիս հետո կդրելու է, այն ինչ որ հիմա ձեզ տալիս է, դուք մնալու եք անտուն ու սոված, եկեք ես ձեզ տեղափոխեմ Ռուսաստան, գիտենք, որ Ռուսաստան այս պատերազմի ընթացքում ռուս-ուկրաինական դատարկվել է, առանց էլ դատարկ էր, սարսափելի դատարկվել է եւ իրենց մարդկային ռեսուրսի կարիք ունեն եւ թեկուզ 100,000 արցախահայության համար իրենք գտնեն տրանսպորտ, բոլորին տեղափոխել Ռուսաստան, բնակեցնել, նվիրել հող, տուն, գյուղերում, ասել դե սկսեք վարելուց անելը եւ շենացրեք թշնամի Ռուսաստանի հողը։ Չի բացառվում, որ հաջորդ Նիկոլին պարտադրված է, հրամայված է, որ Արցախահայությանը ոչ մի վերաբերմունք ցույց չտաս, որ մարդիկ հիասթափվեն, զզվեն Հայաստանից, դուրս գալու ցանկություն ունենան եւ Ռուսաստանը իրենց դեղից տանի։ Եվ մի օր էլ, երբ որ Արցախում, երբ որ երկիրը շուռ տանք, այսինքն մեջքի վրա է ուղենք ու Արցախի հարցը միջազգայինորեն առաջ տանք, պետք է ասեն, հա բայց արցախցի չկա, որ գնա այնտեղ ապրի, ով է ապրելու, ում համար եք ուզում։ Չկա, չէ՞ որ ասում են արևմտյան Հայաստանը, որ ուզում եք, ում համար եք ուզում։ Այսպեսի տկարամիտներ կան, չէ՞, ասենք Մոնղոլիան 2 թե 3 միլիոն բնակչություն ունի, բայց 4-5 Թուրքիայի տարածքի չափ է։ Այնտեղ ապրող չկա։ Բայց գնաս Մոնղոլիային ասես մի ոտնաչափ հող տուր, արյուն կթափի։ Հասկանում եք, կապ չունի դեղ մարդ ապրում է, թե չէ։ Հայրենիքը սուրբ է եւ ռազմավարական նշանակություն ունի։ Այս երկու ատրիբուտը հերիք է, որ տեր կանգնենք։ Կոչս Արցախահայությանն է, որ երկիրը չլքեք, ամեն ինչ շատ արագ է ընթանում եւ փոփոխությունը մոտ է։ Մենք ձեռներս տալած նստած չենք։ Համբերեք, ամեն ինչ լավ ենք անելու։ Բայց հարկ եղած դեպքում պետք է դուրս գաք եւ կանգնեք մեր կողքին։ Ուշադիր եւ նորից եմ ասում, բևեռին ականջալուր, բևեռի կանչին պատրաստ, համայն հայություն եւ առավելապես Արցախահայություն։ Մնաք խաղաղությամբ։